Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում Նոյան Տապանի քննարկում հաղորդաշարն է եւ այսօր մենք զրուցելու ենք պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Ռաֆայել Համբարձումյանի հետ, ողջունում եմ պարոն Համբարձումյան մեր տաղավարում։ Հետընտրական իրավիճակը Հայաստանում չի կարելի ասել, որ լարված է, հակառակը կարծես թե կողմերը այսպես հաշտվել են ընտրության արդյունքների հետ, բայց միևնույն է, եթե վերլուծենք մեր քաղաքական դաշտը, այն հիմնականում բաժանվում է ուրեմն երկու այսպես հիմնական ուղղությունների, մարդիկ, ովքեր իրենց Հայաստանի ճակատագիրը ուզում են կապած լինել Ռուսաստանի հետ, եւ մարդիկ, ովքեր Հայաստանի ճակատագիրը ուզում են կապած լինել ընդհանուր արևմուտքի հետ, լինի դա Եվրոպական միություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ այլն։ Իհարկե կան մարդկանց փոքր խմբեր, որոնք ոչ են ուզում, բայց ժողովուրդը նրանց առանձնապես չի վստահում, որովհետեւ ըստ երևույթին հասկանում է, որ առանց դաշնակիցների կամ մտածում է, որ առանց դաշնակիցների այս իրավիճակից դուրս գալու ելք չկա։ Ես կուզենայի հասկանալ, արդյոք դուք որպես պատմաբան, երբ նայում եք մեր պատմությունը, որը վերջին 200 քանի տարին անցել է Ռուսաստանի հետ, դրական եք գնահատում այդ զարգացումը Հայաստանի, թե այնուամենայնիվ հայկված եք, որ այն ժամանակ Հայաստանը, եթե կարելի է ասել, ընտրություն արեց, սխալ ընտրություն արեց, չնայած բոլորս էլ հասկանում ենք, որ ընտրություն չի եղել են կայսրությունների կամք, եւ հայ ժողովուրդը պարզապես փորձել է իր շահը, իր պաշտպանվածությունը զգալ այս կամ այն կայսրության հովանու տակ։ Մի խոսքով դուք ուզում եք իմանալ, ես ինչ կարծիք եմ, մենք պետք է լինենք արևմուտքի քաղաքակրթության հետ, թե Ռուսաստանի հետ, այդ սա է հիմնական։ Թե ոչ մեկի հետ էլ չլինենք, լինենք հայակենտրոն։ Մի րոպե, դա էլ այդպես չի։ Դա այդպիսի հարցի ես չեմ պատասխանում, դա այդպիսի հարց տալը ուզում ես դու լինես 250 տարի քեզ անընդհատ ռուսացնող հոշոտող կայսրության հետ թե Եվրոպայի եւ Ամերիկայի։ Այդպիսի հարց տալ նշանակում է ժողովրդի արժանապատվությանը դիպչել։ Այդպիսի հարց պիտի չպատասխանենք, այդ հարց տալը նշանակում է կեղծ սուտ Եվրոպամետություն։ Չի կարելի այդպիսի բան անել։ Մենք պետք է այդպիսի հարց մեր ժողովրդին չտանք, որտեղ դա անհետեթություն է։ Հա, բայց իրավիճակը նա է, որ առնակ նույն խորհրդարանում քաղաքական գործիչները նույն բանում իրանք իրոք բաժանված են իրանց հայացքներով այդ երկու հիմնական ուղղությունների։ Բաժանված են այսպես բոլոր կուսակցությունների մոտավորապես 50-60%-ը Ռուսաստանից թելադրված են, նրանց դրածոներն են, դրանք են, որ ուզում են Հայաստանը վերացնեն դասնեն Ռուսաստանի գաղութն է իհարկե Ռուսաստանի մի մասը եւ այն մարդիկ են ովքեր ուզում են այս պաշտպանել Հայաստանի անկախությունը դա մենք վիթխարի ջանքեր թափեցինք որպեսզի վերականգնենք հայոց պետականությունը հիմա դու ուզում ես վերացնես այդ պետականությունը մեր խնդիրը հայոց պետականությունը պահպանելն է ուժեղացնելն է սա է հայ ժողովուրդը ուրիշ խնդիր հիմա չունի որտեղ հիմա մեզ ուզում են ոչնչացնել նորից վերացնել հայոց պետականությունը ինչու եք բացատրում անցյալում հայերի որոշակի ռուսամետությունը։ Ռուսամետություն չի եղել հայերի երբեք։ Չի եղել այդպես։ Դա արել են իր իշխանություններն են արել իրենց դրածոների միջոցով հասարակական կարծիք գոյացնելով։ Ինչպես որ հիմա է, հիմա։ Քանի հատ Ռուսաստանն այստեղ մի 10 հատ հերոստակայաններ ունի։ Դրանց միջոցով նա ժողովրդին տանում է ուրիշ կողմ, ուրեմն այդպիսի բան չի եղել։ Չի եղել, ասենք, Խրիմյան հայրիկը, որը ոզում էր... Ոչ, Խրիմյան հայրիկը 1903 թվականին, երբ որ Ռուսաստանը փակեց հաջական 1897 թվականին փակեց դպրոցները, իսկ 1903 թվականին ուրեմն մեր
եկեղեցու գանձերը, եկեղեցու ունեցածը կողոպտեց, նա գլխավորեց հայոց պետականությունը։ Շատ լավ, բայց միջև դա։ Միջև դա ինքը ինչ է, ես չգիտեմ։ Նա Թուրքիայի Կոստանդնուպոլիսի հայ ուրեմն պատրիարքն էր։ էլիտան փորձում էր Հայաստանին այն իրավիճակում, որտեղ գտնվում էր, իսկ Հայաստանը գտնվում էր թուրքերի եւ պարսիկների իշխանության տակ, որոնք որ մուսուլման ազգեր էին եւ որոնք որ վատ էին վերաբերվում քրիստոնյա հայերին։ Դա իրականություն է, թե դա էլ չի եղել։ Եղել է, բայց այդպիսի ահարգու չափերի չի ունեցել, այդպիսի ահարգու չափեր չի ունեցել, ինչպես դա եղել է Ռուսաստանում հայերի հանդեպ։ Եկեք փորձենք համեմատել, ասենք Պարսկաստանում Շահ Աբբասի մի վարքան։ Բյուզանդիան, Թուրքը Արևմտա Հայաստանում արևմտա հայերը իրենց պայքարը կարողացան պսակել հաջողությամբ 1840-ական թվականներին իրենք ստեղծեցին պարլամենտ։ Արևմտահայությանը ղեկավարում էր պարլամենտը, դրա որի նախագահ պատրիարքն էր։ Ոչ մի պատրիարքը ոչ մի խնդիր չէր կարող լուծել առանց այդ ուրեմն շատ լավ, բայց դա գտնվում էր Օսմանյան ուրեմն մենք մի վարքան ընդեղ հենց այդ եմ ասում Օսմանյան կայսրությունում հայերս ձևավորեցինք պարլամենտական իրավունություն եւ հետո որպեսզի մենք մենակ չմնանք վիճխարի դեր կատարեցինք որպեսզի Թուրքիայում Թուրքիան եւս ընդունի ուրեմն այդ պարլամենտականությունը մենք մեր կարողացանք գրավել այդ խնդիրը լուծել այն իմաստով որ մենք օգնեցինք շատ մեծ օգնություն ցույց տվեցինք ստեղծելու նրանց սահմանադրությունը թուրքերի սահմանադրությունը բայց թուրքերը սահմանադրությունը 2 տարի հետո վերացրեցին բայց մեր սահմանադրությունը մեր պարլամենտը մնաց մինչև 15 թիվը հետո վերականգնեցի հակը 17-18 թվականներից շատ լավ իմ հարցը ես ձևակերպեմ ավելի հստակ որպեսզի պարզ լինի արդյոք ռուսական կայսրությունը հայերի նկատմամբ ավելի վատ է վարվել քան կվարվեր որևէ կայսրություն որը գաղութացնում էր տարբեր ազգերի չգիտեմ անգլիացիները չգիտեմ օսմանները եւ այլն իսպանացիները եւ այլն այսինքն այն վարմունքի հետ որը որ կար ասենք ռուսական կայսրության կողմից դեպի իր գրաված տարածքները որտեղ հայերն էին ապրում ինչ որ բանով էապես տարբերում է նրանից ինչպես էին վարվում ասենք այլ գաղութարարներ ասենք օրինակ իսպանացիները ինկերի հետ ամերիկացիները հնդիկների հետ եւ այլն այդ կայսրությունները բոլորն էլ անում են այդ նույն բաները, բայց հարցը խնդիրը այստեղ նա է թե ով ինչքան է դա անում, ինչպիսին է անում, ում հակա ազգային քաղաքականությունը բարձրագետին է հասել։ Միայն տասնյակ օրինակներ ունենք, մեկ օրինակ միայն բերեմ։ Մեկ օրինակը բավական է որպեսզի ձեր հարցի պատասխանը տա։ Ոչ մի կայսրության տակ եղած Հայաստանը բոլոր ժամանակներում վերցնեք, վերջի 2-3 հազար տարվա մեջ, չի եղել պատահել, որ մարդիկ թողեն փախնեն այդ երկրից, որովհետև նրանց այնպիսի հավուր խոշտանգումների են ենթարկում, հոգեկան, պատմական եւ այլ, որ հայերը ստիպված փախչում էին, ետ էին փախչում Թուրքիա եւ Պարսկաստան, այսինքն որոնք մի ժամանակ հայերին ձեր ասելով եւ ընդհանրապես ճշմարտությունը դա է որ դրանք Հայաստանը նրանց էր պատկանում դրանք ուրեմն այդ հայերը որոնք որպեսզի նրանք թույլ չտան հայերը փախչեն սահմանների վրա տնկում էին գերանների վրա մեխում էին հայերին փախչողներին որպեսզի նրանք այդ շարունակեն այդ գործը անել հասկանում եք այդպիսի բան ով է տեսել այդպիսի բան քաղաքականության պատմությունը չի տեսել
Այսինքն արգելում էին որպեսզի Չեն արգելում էին բյուզանդացիները արգելում էին, չգիտեմ, թուրքերը, պարսիկները, չեն արգելում, նրանք հոշոտում էին հայերին, որ չեն ուզում մնան այդ կայսրությունում։ Ներողություն, մասնակետը դուք եք ես գրականության մեջ այդպիսի բանի չեմ հանդիպել։ Չեք հանդիպել, որտեղ չի գրած։ Հիմա ես ասեմ, հայոց պատմության վերջի 200-300 տարվա պատմությունը հիմնականում ուղղված է մի խնդրի։ Ոնց անենք, որ անընդհատ ցույց տանք, որ մեր թիվ 1 ճշտամին Թուրքն է եւ թիվ 1 ճշտամին Ռուսաստանն է։ Եվ Ռուսաստանի բոլոր առանցները հայկական մենք գցում ենք թուրքերի վրա։ Ինչպես հիմա այսօր էլ է այդպես։ Խնդրեմ, մի րոպե։ Արցախը, ինչպես գիտեք, 2003 թվին միացվեց, կցվեց նորից Ադրբեջանին։ Եվ այս խնդրի մեջ Ռուսաստանի նախագահն ասում է, որ մենք բացառիկ մեծ օժանդակություն ցուցաբերեցինք եւ մասնակցություն ունեցանք պատմական ճշմարտությունը վերականգնելու համար։ Դա ասում են Ռուսաստանի նախագահը եւ նրանց զինվորական նախարարը, իսկ մերոնք ասում են, որ ամբողջը գցում են թուրքերի եւ ադրբեջանցիների վրա։ Երբ որ պատերազմը ադրբեջանցիների դեմ է, չէ՞, եւ թուրքերի։ Պատերազմը կազմակերպել է Ռուսաստանը թուրքերի եւ ադրբեջանցիների դեմ, որպեսզի մենք անընդհատ կռվենք նրանց դեմ։ Եվ անդադ իրենց խնդրենք, եւ դրա հիմնադիրը Պետրոս Մեծն է, որին համարում են իբր թե հայամետ գործիչ, նա է սկզբնավորել հայոց պետականության որևէ դեպքում թույլ չէր տալիս, որ հայոց պետականությունը վերանա եւ 1724 վերականգնվի 1724 թվականին թուրքերի հետ համաձայնեցված նրանք վերացրեցին Դավիթ բեկի վերականգնած հայոց պետականությունը 3-4-500 տարվա ընդմիջումից հետո Դավիթ բեկը այդ մեծագույն մեր զորավարներից մեկը վերականգնեց հայոց պետականությունը եւ Ռուսաստանը 1724 թվականին թուրքերի հետ միասին 1828 թվականից երբ որ մահացավ Նժդեհը նրանք վերականգնեցին Հայաստանը նորից վերաբռնակեցին Թուրքիան։ Դավիթ բեկը, եթե ուզում եք ասել։ Դավիթ բեկը։ Լավ։ Ես առաջարկում եմ հիմա դուրս գանք կարճատև գովազդային ընդմիջումի, որից հետո կշարունակենք մեր զրույցը, գովազդ է սիրելի հեռուստադիտողներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Մենք շարունակում ենք մեր զրույցը պատմական գիտությունների թեկնածու Ռաֆայել Համբարձումյանի հետ եւ պարոն Համբարձումյան, մենք գրականության մեջ առանձնապես այդպիսի երևույթների մասին, որ դուք խոսում եք սկզբում, չենք տեսել, ես համաձայն եմ ձեզ հետ, որ գուցեև պատմությունը գոնե խորհրդային շրջանում ամեն ինչ արվում էր, որպեսզի լիներ ճիշտ քաղաքական ուղի, որ լիներ հայ-ռուսական բարեկամության քարոզ եւ այլն։ Ընդունում եմ խորհրդային միության ժամանակ, այո, դա այդպիսի տրենդ կար, բայց ավելի մանրամասն այդ երևույթները ըստ էության կցույց տան ձեր հետազոտությունները, որոնք դուք արել եք, եւ ես կխնդրեի հաղորդման այս հատվածում ավելի շատ ներկայացնեք ձեր հետազոտության արդյունքները համապատասխան հղումներով, որպեսզի հերոստատիտողների համար եւս վստահելի լինի այն ինչ որ դուք ասում եք։ 1828 թվականից հետո, հատկապես 40-ական թվականներից սկսած, երբ որ Ռուսաստանը վերացրեց հայկական մարզը, դրանից հետո ամբողջ հայոց պատմագիտությունը գնացել է մեկ ուղղությամբ ցույց տալ, որ մեր ճնշված ժողովուրդենք եւ Ռուսաստանը եկավ ու փրկեց այս ազգին, սա է։ Ուրեմն եթե որևէ մեկը մեկ ուրիշ բան էր գրում, դա կոչվում էր, դրանք ասում էին ուրեմն գրաքննչություն։ Գրաքննչությունը ցույց չէր տալիս որևէ ճշմարտություն այնտեղ լինա։ Եթե դու խոսում ես հայ-ռուսական հարաբերությունների մասին եւ չես ասում, որ Ռուսաստանը մեզ ազատեց այս ժողովրդին ազատեց թուրքերից եւ պարսիկներից, ուրեմն այդ հոդվածը այդ գրությունը չէր տպագրվում։ Այսինքն ամենակիչը 250 տարի շարունակ մեկ ուղղությամբ է գնացել եւ թույլ չեն տվել, որպեսզի ճշմարտություններն ասվի։ Ճշմարտությունները մի քանի տեղերում ասված են։ Ես բերում եմ մի քանի օրինակներ։ Օրինակ Պլատոնով ռուս գիտնական, որը աշխատել է իրենց KGB-ում բանում եւ այլն եւ 10-15 տարի չարչարվելով բերել մի աշխատություն է գրել, որը կոչվում է Ռուսկի տրուդ 91 թիվ, որտեղ գրում է, որ սովետները 87 միլիոն սեփական քաղաքացի են կոտորել։ Այսինքն նա չի գրում դեռ կոտորելն, գրում է մարդիկ, որոնք չեն մահացել իրենց մահով, այդպես է գրում, էլի չի գրում կոտորած, բայց բերում է 87 միլիոն եւ հայտարարում է մեկ ուրիշը Դավիդովը, որ երկրորդ աշխարհամարտը, որ սկսվեց, ռուսները փոխանակացրին, որ Սովետ միությունը, որ երկրորդ աշխարհամարտը սկսել է 1939 թվականին Մոսկվայում կնքված Ռիբենտրոպ, Մոլոտով դաշինքով, երբ որ աշխարհը բաժանեցին իրար մեջ եւ հարձակվեցին երկուսով Լեհաստանի վրա։ Գրում է, որ հայոց մեծ երկրորդ աշխարհամարտը սկսել է 41 թվականին, երբ որ Գերմանիան հարձակվեց Ռուսաստանի վրա։ Պատկերացնում եք 2 տարվա ամբողջ բանը, երբ որ իրենք եղել են իրար եղբայրներ են եղել, իրար հետ բաժանել են այս կայսրությունը, որևէ խնդիր չկա, որևէ աշխատություն չի գրած այդ մասին, որ այդպես է եղել։ Սա այդպիսի բանով է տեսել ամբողջ աշխարհի համար
Երկրորդ աշխարհամարտը սկսել է 1939 թվին օգոստոսի սեպտեմբերին եւ այլն եւ այ հանկարծ դու կայսրությունը ասում է որ ոչ երկրորդ աշխարհամարտը սկսել է 41 թվականից այսպեսի բան է Մենք ես ուրեմն Սարոնին, Սուվորով, Վլասով այդպիսի պատմաբաններ կան, որոնք այդ մասին գրում են։ Մեր հայ պատմաբաններն էլ կան, որոնք շատ դժվարությամբ բայց տպագրել են ինչ-որ բաներ։ Հատկապես նրանք շեշտել են, թե ռուսները թողում փախնում էին կեղծ նահանջներ էին անում, որպեսզի հայերին դատարկեն դեր։ Դավիթ Անանուն, ռուսահայերի հասարակական զարգացումը Երևան 1922 թիվ։ Սալոնին, Սուվորով եւ Վլասովը։ Красная книга Գրիգորի Չախրուշյան։ Սովետական միության կենտրոնական պետական դիվան։ Այստեղ վերել են բոլոր այդ արխիվային նյութերը։ Խոսքով ամեն ինչ դված է արխիվների վրա եւ հիմա այս աշխատությունը վերջացնում եմ ուրեմն դուք չեք կարող գտնել հայոց պատմագիտության մեջ որևէ պատմական աշխատություն, որը ձևավորված լինի այսպես, որը վերնագիրը լինի հայության պայքարը ռուսական բռնապետության դեմ, այդպիսի բան չի եղել, իբր թե չի եղել, փաստորեն այդպիսի աշխատություն չի տպագրվել Հայաստանում։ Հիմնականում գրված է հայ-թուրքական հարաբերություններ, թուրքահայերի ազատագրում եւ այլն։ Եվ այդ ազատագրական պատերազմները եւ կուսակցությունները, որ դրանով զբաղվում են, հատկապես դաշնակցությունը, դա դրանց հիմնականում զբաղվում են Ռուսաստանի պետական կառույցներն են նրանց առաջնորդ։ Տեսեք, դուք օրինակներ, որ նոր բերեցինք, խոսքը գնում էր խորհրդային շրջանի մասին։ Խորհրդային միությունը ինքը առանձնահատուկ իդեոլոգիական պետություն էր եւ այո հսկայական թվով մարդկանց այլախոհության համար նա վերացրեց առանց պատճառի եւ այլն, բայց մենք գիտենք, որ այնտեղ մենակ հայերը չէին, դա հատուկ վերաբերմունք չէր հայերի նկատմամբ, բոլորին անխտիր։ Այսինքն այդ օրինակը բերել որպես ռուսական կայսրության առանձնահատուկ վերաբերմունքի ինձ թվում է տեղին չի։ Պետք է գնալ հենց ռուսական կայսրության ժամանակահատվածի դեպքերի։ Խնդրեմ մի հատված 1903 թվականին ռուսական կայսրություն չէր այն ժամանակ, սովետ չկար, չէ։ 3 թվականին Նիկոլայ II-ը հրամանագիր ստորագրեց, որ հայոց դպրոցները պետք է փակել եւ 1897 թվականին եւ հայոց եկեղեցապատական հողերը եւ գույքը բռնագրավել։ Սա ինչ է, չի բան չի եղել։ Հայոց 301 թվականից մինչեւ այդ օրը 1903 թիվը ոչ մի բռնապետություն, ոչ մի կայսրություն այդպիսի հոդվածներ չի հրապարակել։ Գտակ ձեզ առարկել։ Խնդրեմ։ Ես ձեզ օրինակ կբերեմ նույն Օսմանյան կայսրության կամ Թուրքիայի հանրապետության օրոք, նույնիսկ ուզում եք ոչ հայկական օրինակ բերեմ, որ ավելի հզորելն է, օրինակ քրդերը այնտեղ միջև հիմա չունեն մի հատ իրանց տեկուզ լոկալ ազգային հեռուստատեսություն կամ ռադիո չունեն։ Այսինքն կայսրությունը ուզելով ասիմիլացնել ինչ-որ այլ ազգի զանգվածի ամեն հնարավոր ձևով փորձում է խոչընդոտել այդ ազգի մշակութային զարգացմանը կամ ուրիշ օրինակ բերեմ ավելի լավ մեր հարևան հանրապետությունը որտեղ բնիկ բազմաթիվ ժողովուրդներ կան այնտեղ թալիշներ լեզգիներ եւ այլն որոնք ապրել են դարերով այդտեղ նրանք բոլորը հիմա ոչ մեկ ազգային որևէ բան անելու իրավունք չունի այդ պետության մեջ Ադրբեջանում այսինքն այս տիպի վարմունքը ես ուզում եմ ձեզ առարկել որ հատուկ է բոլոր տեսակի կայսրություններին որոնք չի վտե դա ճշմարտություն է ես ասում եմ ոչ թե այդպիսի բան չի եղել միայն Ռուսաստանն արել ես ասում եմ ամենազազրելի
ահավոր ահարգու խոշտանգումներն ու ճնշումները կատարել է ռուսական կայսրությունը, սա եմ ասում։ Շատ լավ, բայց դա էլ է պետք այսպես հիմնավորել հղումներով եւ փաստաթղթերով, որովհետեւ ես դեմ չեմ, որ դա եղել է։ Արդյոք դա պահպանվել է, կան այդպիսի հղումներ, կամ եթե համեմատում ենք այլ կայսրությունների վերաբերմունքի հետ, ես անպայման ուզում եմ նշել, ինչպես Շահ Աբբասը դատարկեց այս Արևելյան Հայաստանի տարածքների մեծ մասը եւ ժողովրդին բռնի տարավ դեպի Պարսկաստան, Իսվահան, ճիշտ է, այնտեղ իրենց լավ են վերաբերվում որպես շինարարների, արհեստավորների, բայց Հայաստանը տուժեց, չէ, դրա փոխարեն այդ թուրքական տարը եկավ սկսեց բնակություն հաստատել եւ գրեթե հայերի չափ հավասար կային։ Այսինքն բոլոր այդ գործողությունները իրենց հետին պլանով են։ Ես ուզում եմ, որ դուք ինձ ապացուցեք, որ Ռուսաստանը դրանց մեջ ամենավատն է։ Ամենավատը։ Գիտեք, ես մի քիչ առաջ ասեցի, որ ռուսական կայսրության դեմ հայոց պատմագիտությունը ոչ մի գիտական աշխատություն Որովհետև դա բնական է։ Մի վագան, ոչ մի իշխան գրություն, պատմական աշխատություն չի տպագրել, որ ցույց տա հայերի պայքարը ռուսական կայսրության դեմ։ Այդպիսի բան արել է միայն հայությունն է արել ընդհանրապես։ Հայ ժողովուրդը ոչ միայն բարձրացել է անընդհատ պայքարել է իր ինքնության համար, այլև ես ապացուցում եմ, որ 11 մեծ պատերազմներ է բղել ինքնապաշտպանական պատերազմներ են բղել Ռուսաստանի եւ ջարդախորդ արել, ապա Ռուսաստանին հաղթել է, այսինքն դուրս գալով ռուսական կայսրության դեմ հաղթել է։ Երկու օրինակ բերեմ։ Մեկը ես ձեզ ասեցի 1903 թվին որ եղավ, երկրորդը 1920 թվականի օգոստոսի 10-ին եւ 1920 թվականի նոյեմբերի 22-ին Եվրոպան, ամբողջ Եվրոպան Ճապոնիայի հետ միասին վեցնյան իրավիճակով Հայաստանին վերադարձ պարտադրեց Թուրքիային, որպեսզի Հայաստանին վերադարձի 40,000 քառակուսի մղոն, այսինքն մոտ 103,000 քառակուսի կիլոմետր տարածք։ Այդքան տարածք եւ դա ստորագրեց Թուրքիան, բայց Թուրքիան նշանակ ոչ իրավունք չուներ որևէ մեկը ստորագրել, բացի իրենց սուլտանից։ Իրավունք չուներ որևէ մեկը, այսինքն նշանակ Աթաթուրքը դեռ չկար։ Ուրեմն այդ փաստորեն 130,000 քառակուսի դա 103,000 քառակուսի կիլոմետր։ Եվ Հայաստանը անկախություն ձեռք բերեց 1918 թվականի մայիսի 30-ին 10,000 քառակուսի կիլոմետր տարածքով։ Եվ Եվրոպայի, հիմնականում Անգլիայի եւ Ամերիկայի սևեռուն ջանքերով Հայաստանը 1919 թվականի ամռանը արդեն ուներ 70,000 քառակուսի կիլոմետր տարածք։ Հիմա նայեք, հիշեք այդ 70,000-ը եւ նաեւ գումարեք այն 103,000 քառակուսի 150,000 քառակուսի կիլոմետր տարածքը գողացել Հայաստանից Ռուսաստանը։ Այդ չի բան ով է տեսել։ Եվ սա պետք է վերացնել նաև ընդհանրապես Հայաստանը, եթե չլներ Գարեգին Նժդեհը, որը կարողացավ Սյունիքում վերականգնել հայոց պետականությունը։ Իմիջիալոց նա ապստամբեց կայսրության դեմ հենց դրա համար։ Եվ նրան բոլորը զարմանացած էին եւ անհեռանկար էին տեսնում ապստամբությունը երկու կայսրությունների դեմ, բայց դա արեց Գարեգին Նժդեհը եւ կարողացավ 1920 թվականի հոկտեմբերի 9-ի գիշերը խստուբ լեռներից իջավ 7 հոգով ներքև եւ հաջորդ օրը 40 հոգի միացավ իրեն եւ 45 օրում վերականգնեց հայոց պետականությունը անունը դնելով ազատ Սյունիք։
Այո, բայց դրա հետ միասին մենք մի փոքր շեղվում ենք թեմայից։ Դուք ասում եք, որ Ռուսաստանը Հայաստանի անկախության դեմ պայքարել է հենց առաջի օրվանից։ Երբ որ Եկատերինան խոստացել էր հայկական թագավորության վերականգնում, Պետրոսն էր խոստացել, Պետրոսը։ Եկատերինան շարունակեց նրա ասածը։ Ինչևէ, դա աստիճանաբար վերածվեց պարզապես տարածքի, որտեղից մարդկանց կարող էին աքսորել, որտեղ կարող էին բերել կազակների կամ այլ կրոնական փոքրամասնությունների, որոնք խանգարում էին իրենց Ռուսաստանում, բայց դրանք շատ օգտակար էին Հայաստանի ամենայդ հանգուցային տեղերում։ Այո, դա եղել է։ Եվ ուզում եմ նաև անդրադառնալ, որ դուք ասում եք պատմության մեջ չկա այդպիսի պատմության շարադրանք։ Իրականում խորհրդային շրջանում, որ չկա այդ շարադրանքը, դա լրիվ հասկանալի է։ Խորհրդային միությունից հետո ինչու չկա այդ շարադրանքը, դա այո, եւ նաև ասեմ, որ այն ժամանակ դարի 20-րդ դարի սկզբին այնուամենայնիվ հայ մտավորականները ունեին այդպիսի աշխատություններ Ռուսաստանին վերաբերող, հիմա չեմ հիշում հեղինակին, բայց օրինակ ռուսական վտանգը գրքույկը հիշում եք։ Այո։ Այսինքն էլիտան հասկանում է։ Շատ քիչ են եղել, բայց եղել են այդպիսի բաներ։ Ուրեմն ամենակարևորն է, որ Եթե փորձենք ամփոփել։ Չէ, հիմա կամփոփեմ, ես սա էլ ասեմ ու ամփոփեմ։ Ուրեմն հիմա պետք է շեշտել շատ հետաքրքիր մի բան, որ այստեղ եզակի է դառնում է ժողովրդի գործունեությունը Գարեգին Նժդեհի ղեկավարությամբ։ Ապստամբություն միշտ էլ եղել է բոլոր տեղերում, բոլոր կայսրություններում ապստամբություն եղել է, բայց ապստամբությունը ժամանակավոր բնույթ է կրել։ Մեզ մոտ, մեր համար, Հայաստանի համար ապստամբությունը ոչ թե ապստամբություն էր, այլ Հայաստանի պետականության վերականգնում էր եւ 7 ամիս էր դա։ 1920 թվականի դեկտեմբերի 26-ից ազատությունից մինչև 1921 թվականի հուլիսի 12-ի գիշերը Գարեգին Նժդեհի հեռանալը Հայաստանից, երբ որ նա պարտադրեց Լենինին Միասնիկյանին բերել Հայաստան, որտեղ դա ամենաազգային դեմքը հայ բոլշևիկների մեջ Միասնիկյանների միջոցով շատ մեծ։ Այնպես որ 7 ամսով հայոց պետականությունը վերականգնեց, դա եզակի մի բան է, հասկանում եք, դա պետք է ճշմարտությունը ես ժողովրդին ասել հասկացել։ Դե ինչ, փորձենք ամփոփել, փաստորեն Ռուսաստանը բոլոր կայսրությունների պես կայսրաբար է վարվել հայ ժողովրդի հետ, գաղութացրել է, նաև հայ ժողովրդին, փորձել է ազատել այդ տարածքները հայերից, չէ որ հայերը առանց Հայաստանը առանց հայերի տերմինը եւս ծնվել է ռուսական պաշտոնյաների եւ բոլշևիկներից առաջի միջայլոց։ Այո, եւ այո, մենք դիմակայել ենք, կարողացել ենք դիմակայել եւ այո, հիմա փոքր տարօրինակ է, որ Հայաստանում այնուամենայնիվ կան մարդիկ, որոնք իրենց Հայաստանի ապագան կապում են Ռուսաստանի հետ։ Ինչով դա կբացատրեք։ Ես ուզում եմ հիմնականում դա բացատրել այն հանգամանքում, որ բավարար քանակությամբ գիտական աշխատություններ չկան, որպեսզի մարդիկ իմանան ճշմարտությունը, հոդվածներ շատ քիչ են եղել, 2-3 հատ բան է եղել հիմնականում։ Հիմնական խնդիրը դա է, իսկ այն գործիչները, կուսակցական գործիչները, որոնք ղեկավարում են Ռուսաստանից, դրա համար նրանք ստանում են նաև դրամ, եւ նրանք ես դրանց չի վերաբերում, նրանք շատ լավ գիտեն ճշմարտությունը, դրանք իրոք ուզում են ժողովրդին խաբելով մեզ նորից գցել թակարդը։ Շատ լավ, շնորհակալություն այսօրվա հաղորդման համար, սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք պատմական գիտությունների թեկնածու Ռաֆայել Համբարձումյանի հետ։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։